սկզբն աղբյուրները ներկայացնում են Գրիգոր Լուսավորչի գործունեությունը եւ Գրիգոր Լուսավորչի գործունեության, այսպես ասեմ, առանցքային հատվածներից է կազմում նաեւ քարոզչությունը նրա անձամբ հենց Գրիգոր Լուսավորչի կողմից կատարած քարոզչությունը հայոց արևելից կողմերում, մասնավորապես Արցախում։ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, ըստ ավանդության, Արցախում առաջին եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը Ամարասում։ Հենց Ամարասի եկեղեցու հիմքի օծումը կապվում է Գրիգոր Լուսավորչի անվան հետ։ Ըստ աղբյուրների, Ամարասի վանքի կառուցումն ավարտել է Լուսավորչի թոռը, Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը։ Այս դեպքում ավանդազրույցները համընկնում են պատմիչների տեղեկություններին։ Կանգատվածու աշխատության մեջ հենց հայոց արևելից կողմերում, մասնավորապես Արցախում եւ Ուտիքում քրիստոնեության տարածման եւ մեր քարոզիչների, այսինքն առաքյալների հետ կապված ավանդազրույցները բավականին շատ են։ Հադրութի Առաքյալ գյուղը ես կասեի, թեկուզ շատ այսպես տարածված է Առաքյուլ կամ երևի ուրիշ հնչեղություններ էլ ունի, բայց ինքը Առաքյալ այսպես անվանումով է հայտնի եղել։ Համենայն դեպս ավանդազրույց կա, որ առաջինից երկրորդ դարերում Քրիստոսի աշակերտներից, առաքյալներից մեկը հենց քարոզել է այս տարածքում եւ նրա հենց պատվին գյուղը այդ անվանումը ստացել է Առաքյալի գյուղ։ Նաև Դադիի հետ կապված ավանդազրույցը կա, Եղիշեի հետ կապված ավանդազրույցը կա, եւ դրանք զուտ ավանդազրույցներ չեն, դրանք նաև պատմական իրողություններ են։ Մենք գիտենք, որ Թադևոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից քրիստոնեությունը տարածվելուց հետո նրանց գործը շարունակել են նաև նրանց աշակերտները, իսկ Թադևոս առաքյալի, ինչպես Միքայել Ասորի պատմիչն է նաև վկայում, 70 աշակերտներից են եղել Դադին եւ Խադը, ինչպես նաև Եղիշեն, որոնք հետագայում շարունակել են Թադևոս առաքյալի գործը եւ քրիստոնեություն են քարոզել հայոց արևելից կողմերում, եւ ես կարծում եմ, որ պատահական չէ հատկապես Արցախում, Ուտիքում մեր եկեղեցիների վանքերի մեծագույն մասը հենց կրում են կամ Եղիշե առաքյալի անունը, Խադի անունով մենք ունենք Խադավանքը, Դադիի անունով ունենք Դադիվանքը։ Գրավոր աղբյուրների փոխանցած տեղեկությունները հաստատում են հնագիտական պեղումների արդյունքները։ Արցախում պահպանված վաղ քրիստոնեական հոգևոր կառույցների հիմնադրումը համընկնում է Հայաստանում քրիստոնեության պաշտոնական ընդունման ժամանակահատվածին։ Մենք ունենք Տիգրանակերտի վաղ քրիստոնեական հրապարակը ակնհայտորեն ուրեմն ստեղծված 5-րդ դարի վերջին, մենք ունենք Ամարասում Գրիգորիսի մատուռ Մասուն քարանը, որը նույնպես կառուցվել է շատ հստակ 5-րդ դարի վերջերին, մենք ունենք բազմաթիվ վաղ քրիստոնեական կոթողներ, ասենք Բերթաշենում, Ճանկաթաղում, չգիտեմ, տարբեր վայրերում, որոնք նույնպես կարող են թվագրվել 5-7-րդ դարերով։ Արշակունիների հարստության անկումից հետո Արցախն ու Ուտիքը մտել են աղվանից մարզպանության մեջ։ Պարսից կողմից պարբերաբար օրակարգ էր բերվում հայերի հավատափոխության թեման։ Բյուզանդիան էլ իր հերթին էր փորձում, այսպես ասած, դարձի բերել հայերին։ Եվ այս հենց դավանանքային եւ արտաքին տարատեսակ վտանգների գոյության պայմաններում մեր հոգեվոր կենտրոնները միավորվեցին եւ 552 թվականին ստեղծվեց Աղվանից կաթողիկոսությունը։ Եվ ես պիտի ասեմ, որ ցավալի է, որ այսօր շատ այսպես շահարկումների թիրախում է հայտնվել Աղվանից կաթողիկոսությունը, բայց պետք է, ինչպես ասում են, լավագույնս ուսումնասիրել աղբյուրները հասկանալու համար, որ այս կաթողիկոսությունը իր կազմավորման պահից, իր ողջ գործունեության ընթացքում մշտապես հանդիսացել է հայ առաքելական եկեղեցու հաստատություններից մեկը։ Քաղաքական ու վարչական մասնատվածությանը հակառակ հայությունը պահպանեց հոգևոր միասնականությունը։
Աղվանից եկեղեցին ընդունեց Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու գահերեցությունը։ Կաթողիկոսության կենտրոնը դարձել է Պարտավը, ավելի ուշ Կապաղակը, Ամարասի վանքը, Չարեքաբերդը, Գանձակը, Գանձասարի վանքը։ Իր երկարատև կենսագրության ողջ ընթացքում Աղվանից կաթողիկոսությունը ակտիվ դերակատարություն է ունեցել տարածաշրջանի ոչ միայն հոգևոր, կրթական ու մշակութային, այլև քաղաքական կյանքում, ժամանակ առ ժամանակ նաև պաշտպանության հարցերում։ Աղվանից կաթողիկոսությունը մեծ դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի, ես միայն շեշտեցի հոգևոր մշակութային կյանքում, ինչպես նաև մեր ազգային ինքնությունը պահելու, երբևիցե մենք պիտի չմոռանանք, որ մեր ժողովրդին սպառնացող վտանգների ժամանակ հենց հայ առաքելական եկեղեցու Աղվանից այս կաթողիկոսությունը նաև անգամ իր վրա է վերցրել ժողովրդին համախմբելու եւ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը կազմակերպելու այս սուրբ առաքելությունը։ Գիտեք, ես միշտ տարիներ շարունակ, ինչքան որ առիթ է եղել անդրադառնալու թե հայ առաքելական եկեղեցու պատմությանը ընդհանրապես կամ Աղվանից եկեղեցու պատմությանը կամ Արցախի պատմությանը եւ միշտ հպարտորեն եմ ներկայացրել, որ 18-րդ դարում, երբ որ արդեն սկսեցին թուրքական արշավանքները դեպի Այսրկովկաս եւ արդեն վտանգ էին դրանք ներկայացնում տարածաշրջանը նվաճելու տեսանկյունից եւ հենց հակաթուրքական այդ պայքարի կազմակերպման ամենալուրջ օջախը դարձավ Աղվանից կաթողիկոսության կենտրոնը Գանձասարը։ Արդեն նորագույն պատմության ընթացքում Աղվանից եկեղեցին շարունակեց իր ակտիվ գործունեությունը։ Նպատակը նույնն էր։ Զինանոցում շոշափելի դարձավ դիվանագիտության դերը։ Հայության ճակատագրին վերաբերող շատ առաջարկներ հենց Արցախում են ծնվել։ Այդ թեմաներին առնչվող բազմաթիվ հայ գործիչներ բարբերաբար Արցախում էին լինում, որտեղ գրեթե անընդմեջ պահպանվում էին հայկական պետականության որոշակի դրսևորումները իշխանատոհմերի մելիքությունների տեսքով։ Արդեն հետագայում, հատկապես 18-19-րդ դարերում, նույնիսկ, այսպես ասեմ, դիվանագիտական առաքելություններ իրականացնում մեր եկեղեցին եւ փորձում էր հասկանալով, որ մենք միայնակ ենք մնացել պարսկական եւ թուրքական այս երկու հզոր տիրապետությունների դեմ եւ տերությունների դեմ եւ փաստորեն եկեղեցին փորձում էր նույնիսկ եվրոպական երկրների, Ռուսաստանի որպես քրիստոնյա երկրներ փորձում էր այս երկրների հետ բանակցություններ վարել եւ այս երկրների աջակցությունը ստանալ, որպեսզի կարողանար փրկել ժողովրդին։ 19-րդ դարի սկզբին տարածաշրջանում ուժերի վերաբաշխում եղավ։ Կովկասով անցնող սահմանները վերափոխվեցին ռուս-պարսկական պատերազմների արդյունքում։ Դա իր ակներև ազդեցությունն ունեցավ նաև Աղվանից կաթողիկոսության վրա։ Ավելի ճիշտ, պատճառ դարձավ, որ Աղվանից կաթողիկոսության գոյությունը դադարեցվի։ Վերածվեց Աղվանից կաթողիկոսությունը 1815 թվականին եւ այն որպես թեմ, որպես Ղարաբաղի թեմ շարունակեց մնալ հայ առաքելական եկեղեցու հոգևոր ենթակայությամբ։ 1836 թվականին ռուսական կայսրության կողմից ընդունվեց հատուկ, այսպես ասեմ, կանոնադրություն, Պոլոժենիե անունով հայտնի, որով ռուսահպատակ հայկական տարածքներում հայկական եկեղեցին բաժանվեց 6 հոգևոր թեմերի եւ այդ թեմերի շարքում էին նաեւ Ղարաբաղի եւ Շիրվանի թեմերը, որոնք բնականաբար ենթարկվում էին մայրաթորին, Էջմիածնին, այսինքն մայրաթորի հոգևոր ենթակայությամբ էին գործում։ Ռուսական տիրապետության հաստատումը հայերի համար նշանակում էր գոնե ֆիզիկական բնաջնջման վտանգի նվազում, սակայն ազգային նաև հոգևոր հարթություններում ճնշումները շարունակվում էին։
Ազգային հոգևոր կենտրոնները եւս դժվար իրավիճակում հայտնվեցին, բայց դիմացան, անգամ հոգևոր կրթական ոլորտում որոշակի ձեռքբերումներ կարողացան ապահովել։ Այդ ձեռքբերումներին ծանր հարված հասցրին Շուշիում եւ Արցախի այլ բնակավայրերում հայերի կոտորածները 1905-1906, ապա 1918-20 թվականներին։ Կարելի ասել, որ Ղարաբաղի հայոց հոգևոր թեմը այո արգելքներ կային, այո դժվարություններ կային, բայց այնուամենայնիվ համենայն դեպս պահպանված աղբյուրները փաստում են, որ այն իր դժվարությունները հաղթահարելով համենայն դեպս լիարժեքորեն կարողանում էր տնօրինել ժողովրդի հոգևոր մշակութային կյանքը։ Սակայն իհարկե 1918-20 թվականին տեղի ունեցած ցավալի իրադարձությունները, արդեն թուրքական հարձակումները Ղարաբաղի նկատմամբ կրկնվող եւ 1920 թվականի մարտին Շուշիում տեղի ունեցած հայկական ջարդերը, ինչու միայն Շուշիում, ամբողջ Ղարաբաղի տարածքում, մենք գիտենք, որ հայաբնակ շատ տարածքներում նաեւ տեղի ունեցան այդ ջարդերը, այս ամենի արդյունքում մեծապես տուժեց հայ առաքելական եկեղեցին եւ ես կարծում եմ, որ ամենացավալի իրողություններից մեկը այո հենց կապված է հոգևոր առաջնորդի հետ։ Մենք գիտենք, որ անգամ այդ դաժան հաշվեհարդարից չփրկվեց Ղարաբաղի հայոց հոգևոր թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսը, ում որ հենց իր նստավայրում սպանեցին, մինչ այդ նրան առաջարկել էին թուրքական հարձակման պարագայում հեռանալ, բայց նա չլքեց իր նստավայրը եւ հենց իր նստավայրում նրան դաժանաբար սպանել են։ Արցախի թեմը դիմացավ նաև այդ արհավիրքներին։ Վերջին հարվածը հասցվեց Արցախն Ադրբեջանին բռնակցելուց մոտ 1 տասնամյակ անց 1932 թվականին։ 1932 թվականին, երբ որ Ղարաբաղի հայոց հոգևոր թեմի առաջնորդը Իջմիածնում մասնակցեց հոգևոր ժողովին, այնուհետև նրան թույլ չտվեցին, որպեսզի վերադառնա եւ շարունակի իր առաքելությունը եւ 1933 թվականից փաստորեն հայ առաքելական եկեղեցու հոգևոր ենթակայության տակ գործող Ղարաբաղի հայոց հոգևոր թեմը փակվեց։ Խորհրդային աթեիզմի դրսևորումների մասին գիտեն բոլորը, բայց այն, ինչ կատարվեց Արցախում հետագա տարիներին, բացառիկ իրավիճակ էր անգամ աթեիզմի պայմաններում։ Եզակի տարածքներից մեկն էր Արցախը, որտեղ չէր գործում ոչ մի եկեղեցի։ Սա սենց պատահական չէ, միանշանակ։ Կարող ենք, եթե ասենք մենք ապրում էինք Ադրբեջանի իշխանության ներքո, կարող եմ նշել, որ Բաքվում գործում էր եկեղեցի, Ադրբեջանի թեմ եւ Գանձակում գործում էր եկեղեցի։ Բայց ինչու Արցախում չէր գործում ոչ մի եկեղեցի։ Դա կնշանակի, որ Ադրբեջանում կար այսպիսի նախորդ պլանավորված եւ ծրագրավորված այսպիսի քաղաքականություն, որ արցախցիներին կտրել իրենց հոգևոր ժառանգությունից, արցախցիներին կտրել Մայրաթոր Սուրբ Էջմիածնից, արցախցիներին կտրել Մայր Հայաստանից։ Եվ ոչ միայն սա ֆիզիկական, այսինքն տերորի ձևաչափ էր, այլ նաև սա հոգևոր տերոր էր, որ թույլ չէին տալիս, որ մարդիկ իրենց հազարամյա հավատքը կարողանան պաշտպանեն, աղոթեն, եկեղեցիները գործեն։ Սառույցը սկսեց հալչել 1980-ականների կեսերին, Վրդանես եպիսկոպոսի համար անկյունադարձայինը 1987 թվականներ։ Երբ որ արդեն ընդունված կարգի համաձայն ճեմարանը ավարտում ենք, պետք է ավարտաճառի թեզ պաշտպանենք։ Եվ այս առումով հարցումներ ենք անում, խոսում ենք այդ նյութի շուրջ եւ հիշում եմ, որ իմ թեմայի ընտրության հարցում ինձ օգնեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որը դասավանդում էր մեզ, եւ ինքը ասեց, որ ճիշտ կլինի, որ թեման ընտրեմ, որը պիտի վերաբերի իմ հայրենիքին, Արցախին, Աղվանից եկեղեցուն։ Սա ավելի շատ ճակատագրի էր նման, քան պատահականության։
1980-ականների վերջերին ակտիվացած ազգային զարթոնքը նաև հոգևոր ոլորտ հասավ։ 1989 թվականին վերականգնվեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմը։ Թեմի ստեղծման կոնդակը ստորագրեց ամենայն հայոց Վազգեն առաջին կաթողիկոսը։ Որպես հոգևոր տարածք հաստատվեց 1836 թվականին թեմի ունեցած տարածքը։ 1989 թվականի հոկտեմբերի 1-ին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարում տասնամյակների ընդմիջումից հետո տեղի ունեցավ Կիրակնօրյա պատարագ, որը մատուցեց Արցախի թեմի առաջնորդ Պարքև եպիսկոպոս Մարտիրոսյան։ Շատ շատերը այսպես ուրախությամբ ցնծությամբ էին դիմավորել եւ այդ լուրը լսելով եւ նաեւ ինչու՞ չէ բոլորը ասում են որ Արցախյան շարժման այս կարևոր շարժման հոգևոր բաղադրիչ կարևոր էր, որը դա կնշանակեր նաեւ հոգևոր հաղթանակ։ Թեմը շատ համեստ հնարավորություններով սկսեց իր վերահաստատ ընթացքը, ավելի ճիշտ գրեթե առանց հնարավորությունների։ Քանի որ նաև միայն Էջմիածինի որոշումը չէր այստեղ, այլ նաև գիտեք այդ ժամանակ Արցախում ոսկու, այսպես ասած, ժամանակաշրջաններ եւ նրա համար պետք է նաև համագործակցել այդ կառույցի հետ, համապատասխան կարգադրություններ, որ ստանանք եւ նաև ստանանք հնարավորություն գոնե թեմի, եթե թեմը վերաբացվում, գոնե մի քանի եկեղեցիներ, վանքեր, որ իրապես մենք կարող ենք ստանալ որպես թեմական, թեմապատկան եւ սկսեն այն գործել։ Այդ վանքերից էին Գանձասարը, Ամարասը, Խնածախի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ նաեւ Հորաթաղի Սուրբ Աստվածածին եկեղեցիները, 4 եկեղեցի, 2 վանք։ Գրեթե անմիջապես Արցախյան պատերազմը սկսվեց, որը շատ հոգևորականներ անցան ազատամարտիկների հետ կողք կողքի։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր որ եկինս Սուրբ Եղեցի անուն քո, եկես Սե արքայություն քո եղեցին կամքը որպես դինս եվետրի, սաց մեր հանապազոր տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր որպես եւ մենք թողունք մերոց պարտապանած, եւ մի տանես մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, զդիկո արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Ուղյա եւ հաջողյա մեզ գործը ձեռած մերոց եւ պաշտպանություն հավատո եւ հարինյաց եւ ազատագրումը շրջանի շուշվա, պայա եւ պահպանյա, սուրբ եւ պատվական խաչի վտքոյի խաղաղության։ Հաջորդած մի քանի տարվա ընթացքում թեմի բարեկարգման, թեմական կյանքի ակտիվացման ուղղությամբ լայնածավալ աշխատանքների հնարավորություն չկար։ Պատերազմ էր, այլ էին առաջնահերթությունները։ Որդիական հոգատար ձեռքերը վնասված ու խոնարհված բազմաթիվ եկեղեցիների հասան ավելի ուշ, պատերազմին հաջորդած փխրուն խաղաղության տարիներին։ Հիմնականում բարեգործական միջոցներով Արցախում տասնյակ հոգևոր կառույցներ բարեկարգվեցին։ Գանձասարն ու Ամարասը, Շուշիի Ղազանչեցոցն ու Կանաչ ժամը եւ բազմաթիվ այլ վանքեր ու եկեղեցիներ կրկին հառնեցին իրենց վեհությամբ ու շքեղությամբ։ Իսկ անհետաձգելի դեպքերում հոգևոր կոթողների պահպանումը, եթե ոչ վերանորոգումը, ապա գոնե կոնսերվացումը պետական միջոցներով էր իրականացվում։ Եվ տասնյակից ավելի եկեղեցիներ վերանորոգվեցին, եւ փառք ենք տալիս Աստծուն, որ դրանց շարքում կային հրաշալի վանքեր, Գանձասար, Դադի վանք, Ամարաց, Ծիծեռնավանք, բոլոր այն վանքերը, որ իրապես ժամանակին sense շղթայի նման պարիսպապատել էին, հոգևոր իմաստով պարիսպապատել էին Արցախը եւ այդ վանքերից աղոթք էր բարձրանում եւ ամբողջ երկնակամարը աղոթքի տակ էր։ Ես դա շատ կարեւոր էր այդ բանը գործընթացը, որ Արցախում տիրում էր։ 40-ից ավել եկեղեցիներ ու վանքեր, որ արդեն իրապես կարող էին լիարժեք գործել, բայց քանի որ մենք չունենք այդքան հոգևոր սպասավորներ, մենք որոշեցինք, որ գոնե 7-ից 10 ծուղ ամեն մի քահանային պիտի տրվի,
որ այդ քահանաները գոնե ամիսի մի անգամ, ամիսի 2 անգամ գոնե կարողանան այցելել այս կամ այն ծուխը եւ եկեղեցական արարողություններ, պատարակներ, ժամերգություններ կատարել։ Այս իմաստով միանշանակ, որ շատ էին վանքերն ու եկեղեցին եւ շարքում կային ավելին, որ պիտի վերանորոգվեին ու վերաբացվեին։ 2019 թվականի ապրիլի 7-ին օծվեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի տաճարը, եզակի իր ճարտարապետական լուծումներով ու մեծ իր առաքելությամբ։ Պատերազմից ամիսներ անց փոփոխություն եղավ Արցախի թեմում։ Ավելի քան 3 տասնամյակ թեմը ղեկավարած Պարքև arczepiskopos Մարտիրոսյանին փոխարինեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Հունվարի 21-ին, երբ որ ես 21 թվականին նշանակվեցի արդեն Վեհափար Հայրապետի սրբատար կոնդակով, առաջի հերթին անշուշտ տեսնել դաշտը, հոգևոր դաշտը, տեսնել մեր եկեղեցիների վիճակը, տեսնել մեր ժողովրդին եւ սկսել աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։ Ոչ թե եկեղեցիներ վերանորոգել, ոչ թե նոր եկեղեցիներ բացել, այլ թակառակը եկեղեցիներ ստեղծել մարդկանց հոգիներում։ Եվ սկսեցի երեխաների համար Կիրակնորիա դպրոցների պատրաստում։ Եվ ասեմ ուրախությամբ, որ 1 տարում մենք բացեցինք արդեն 39 դպրոց։ 1000-ից ավելի երեխաներ այցելում են այդ դպրոցները։ Երկրորդը, որ ուզեցի անպայման որ իրագործվի, դա կապը երիտասարդության հետ, որ երիտասարդները մշտապես կարողանան այցելել եկեղեցի եւ եկեղեցում շփվելով հոգեվորականների հետ նաեւ կարողանան իրենց երիտասարդական ավյունը, երիտասարդական այս ունեցած իմաստությունը, խելքը ի նպաստ բերել մեր եկեղեցուն եւ մեր ժողովրդին։ Երրորդ քայլը, որ մենք ցանկացանք իրագործել, դա արդեն նշել եմ, այդ ծխերն էր, որ ստեղծեցինք, որ քահանաները պարբերաբար ունենան այդ ծուխը։ Մեր առջև դրեցինք Արցախի արդեն եղած քարտեզը, բաժանեցինք ծխերի, ինչքան հոգևորականներ ունեի, եւ բոլորին ասեցի, որ ձեր ծառայությունը ահա գտնվում է այս համայնքներից ներս, եւ պիտի փորձեք ձեր ծառայությունը լիարժեք մատուցել մեր ժողովրդին։ Մեկ այլ ուղղություն էլ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական հոգևոր կառույցների ավերումը կանխարգելելն էր։ Ավելի ճիշտ, կանխարգելման հույսով ջարդարարության մասին փաստերը հավաքագրելն ու բոլոր հնարավոր հարթակներում դրանք ներկայացնելը։ Ղազանչեցոցը ցինիկաբար ու բացահայտ թիրախավորվեց հենց պատերազմի օրերին։ Օկուպացիայի տակ հայտնված տարածքներում Ադրբեջանն սկսել էր հայկական հոգևոր կառույցների ջարդը։ Այս թեմայի վերաբերյալ մեծ աշխատանքներ են իրականացվել Էջմիածնում։ 20 թվականի պատերազմից հետո Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Վեհափարի Հայրապետի օրհնությամբ բացվեց գրասենյակ Արցախի պատմամշակութային շարժանների պահպանման եւ այս առումով գրասենյակը ահռելի աշխատանք է կատարել, շատ մեծ աշխատանք է կատարել եւ դա տեսանելի է ոչ միայն մեզ համար, այլ տեսանելի է նաեւ ամբողջ միջազգային այն կառույցների եւ եկեղեցական այն հարանմանությունների համար, որտեղ մեր գրասենյակը կարողացել է համապատասխան աշխատանքներ իրականացնել։ Գրասենյակի վերաբացումը թեմի գրասենյակը մենք ունենք հատուկ առաջադրանք եւ ունենք հատուկ բաժին, որը պիտի զուտ զբաղվի պատմամշակութային շրջաններով եւ այդ ամենը վկայագրելով, ամենը փաստաթղթերով եռալեզու պատրաստել եւ այդ շտեմարանը մենք պիտի հետագայում սա ամբողջը օգտագործենք միջազգային կառույցներում բարձրաձայնելու։ Այս առումով կարող եմ ասել, որ 5000-ից ավելի, ինչպես գիտեք, պատմամշակութային հուշարձաններ Արցախում առկա էին, դրանց մեջ եւ քրիստոնեական եւ աշխարհիկ, դրանց երևի մի 10% արդեն ավիրված են, բացված են։ 500-600-ից ավել արդեն եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ, գերեզմանատներ, ամբողջը բացված են։ Դա դեռ մեզ համար այն է, որ մենք հնարավորություն ունենք տարբեր ձևաչափերով տեսնել, բայց թե իրականում ինչ է այնտեղ տեղ ունենում, մենք տեղյակ չենք եւ ականատեսը չենք։ Նոր թեմակալ առաջնորդն Արցախում աշխատելու հնարավորություն ունեցավ մոտ 2 տարի։
2023-ին Արցախի բնակչությունը բռնատեղահանվեց։ Արցախի թեմն իր եկեղեցիները, վանքերը կորցրեց, բայց ոչ իր հոտը խնամելու պարտավորությունը։ Բեափար Հայրապետի օրհնությամբ քահանաները նշանակվել են Հայաստանի եւ նաեւ Սփյուռքի թեմերում որպես հոգեվորականներ, բայց ես մշտապես մեր քահանաներին ասել եմ, որտեղ էլ դուք ծառայության լինեք, մշտապես իմացեք, որ դուք ժամանակավոր եք այդտեղ։ Նորից պիտի վերադառնաք Արցախ։ Եւ բարեկամության ամեն զգոցը ձեռազմերս ու բարայի մեզ թե եւ զգոցը ձեռազմերս հաջողիա մեզ ամեն։ Այս հավատով էլ շարունակում են ծառայությունը։ Արցախում հայոց հոգևոր մշակութային ժառանգության ճակատագիրը մնում է վտանգված։ Նաև առօրյա խնդիրներն են շատ։ Դրանց մասին թեմի ներկայացուցիչները Արցախի բռնատեղահանված բնակչության հետ պարբերական հանդիպումների ընթացքում են տեղեկանում։ Թեմակալ առաջնորդը հույսը չի կորցնում։ Արցախի թեմը երբևէ կրկին իր կենսական տարածքում բուն Արցախում կշարունակի ընթացքը։ Միանշանակ ես դա ոչ թե հավատում եմ, այլ դա պիտի իրականանա, որովհետև այն արդարության վերականգնումը, որը պետք է իրականացվի, դա կլինի դատի ձևով, դա կլինի կներեք ուրիշ այլ ճանապարհով, բայց միևնույնն է այդ դատը պիտի տեսնվի, որովհետև անարդար կերպով մեզ այնտեղից բռնի կերպով մեզ Արցախից հանեցին։ Եվ ես կարծում եմ, որ եւ քրիստոնեական աշխարհը եւ միջազգային կառույցները ամեն ինչ պիտի անեն, որպեսզի Արցախը եւ արցախցին նորից հանդիպեն իրար։ Եվ կարծում եմ այդ իրավիճակը պետք է դառնա մեզ համար այսպես գործողությունների մի շրջան, որ մենք պիտի սկսենք ակտիվ աշխատանք տանել այդ ուղղությամբ, ոչ միայն թղթապանակներ պատրաստելով, որ այդ դատը պիտի տեղ ունենա, այլ մեր ներսում արդեն ինքներս հավատանք, որ դա իրականալի ծրագիր է, որ դա մենք կարող ենք իրականացնել